Այսօր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Անդրանիկ Մարգարյանի մասին լսած պատմություններ։ Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին, ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։ Շատերդ գիտեք, որ հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում, տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարախոսության թեզերը։ Տրամաբանորեն նրանք հաճախ հայտնվել են խորհրդային ԿԿԲ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար։ Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում։ Նա երբեք չէր մատնում իր համագիրներից ոչ մեկին։ Իսկ գիտեք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը։ Տարիներ առաջ Անդրանիկ Մարգարյանը կազմակերպել էր դասընթաց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ կուսակցականների համար, որոնցից բոլորն այսօր հայտնի քաղաքական գործիչներ են։ Դեռևս այն ժամանակ նա խիստ կարևորում էր երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կրթության միջոցով։ Մենք ձեր հիշատակը վառ ենք պահում հենց այն տարբերակով, որը ձեր համար ամենացանկալին կլիներ, ձեր գործը շարունակելով, գրել է Մամիջանյանը։ Աննա Հայրյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։